Մինչև Երևանի ավագանին 15 րոպե չէր կողմնորոշվում օրակարգի 23 հարցից, որ մասը զեկուցվող, որը չզեկուցվող դարձնել, քաղաքապետարանի մյուս մասնաշենքը հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում էր։ Ավելի ուշ կաշառք ստանալու մեղադրանքով երկու պաշտոնյայի ձերբակալեցին, թե ում հայտնի չէ։ Իսկ օրակարգային հարցերի շուրջ ավագանու եւ ոչ մի խմբակցության առաջարկն այս ընթացքում այդպես էլ չընդունվեց։ Աշխատանքները սկսեցին քննարկելու զեկուցվող երկու հարց։ Առաջինը հունվարից մայիս ամիսների ընթացքում աղբահանության վարձը չվճարած քաղաքացիների տույժ տուգանքները ներելու նախագիծն էր։ Վճարման առցանց հարթակը հիմա են միայն գործարկում։ Վճարումների ընդունման առցանց համակարգի միջոցով սահմանված ժամկետներում վճարումներ կատարելու ոչ ամբողջական հնարավորության հետևանքով առաջարկում է որոշման կետը շարադրել նոր խմբագրությամբ։ Քանի երևանցի է օգտվելու այս արտոնությունից, անցած 5 ամիսների տույժ տուգանքները որքան են եղել։ Ընդդիմադիր ավագանիները այս հարցի պատասխանը մի քանի անգամ փորձեցին ստանալ քաղաքապետարանի պաշտոնյայից, ձեռքի տակ թվեր չուներ։ Կոնկրետ հիմա թվային ցուցանիշը մոտս արկա չի, բայց վստահաբար բավականին փոքր թիվ է կազմելու, քանի որ օրինակ բերեմ էլի 1000 դրամ աղբանության վճարը չվճարելու արդյունքում այս մայիսի 1-ից մինչև մայիսի 20-ը հաշվարկված տույժը մոտավորապես 11 դրամ է կազմելու, այսինքն եթե բազմապատկենք բոլոր բնակելի շինության սեփականատերերի քանակով, վստահաբար թիվը մի քանի միլիոն դրամ է կազմելու։ Ստացվում է, որ կես տարվա համար արտոնություն ենք տալիս, ճիշտ է։ Այնա տենց ամբողջ տարվա համար եկեք արտոնություններ տանք, որտեվ բավականին լուրջ անհարմարություններ եք այդ ծրագրի բացակայության պատճառել մեր քաղաքացիներին։ Եթե արկա լինի խնդիրը, հետագայում նաև որոշակի, չգիտեմ, տեխնիկական խնդիրներ լինեն, որովհետև հարթակները այնուամենայնիվ արդեն իսկ հասանելի են։ Ամբողջ իմաստը այս արտոնությունը տալու այն էր, որ մարդիկ այդ առցանց հնարավորությունը լայնորեն ստեղծված չունեին իրենց համար։ Արդեն ելույթների ընթացքում ավագանու անդամներն ինչից ասես խոսեցին, էլ մանկապարտեզների անորակ շինարարություն, էլ տրանսպորտի բոյկոտ, որ բյուջեում 2.3 միլիարդ դրամ թերակատարման պատճառ է դարձել ու այսպես շարունակ։ Ասում է, ճկուտով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկիների շինարարություններն արեք։ Բա ԿՊ-ի ավականներ, ձեր գործի անունն ի՞նչ է, որ դրանք գնում վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիներին բռնեք, այդ կապունի հերն անից։ Քաղաքապետը հերթով բոլոր ելույթ ունեցողներին, այդ թվում իշխանականներին նկատողություն արեց, քննարկվող աղբահանության տույժ տուգանքները ներելու նախագծից խոսելու կոչ արեց։ Ավագանիները սակայն իրենց օրակարգով էին շարունակում ամբիոնին մոտենալ։ Ավինյանն էլ որոշեց արտահերթ ելույթ ունենալ։ Ամենամոլորեցնող քայլը, որ արվում է, դա այն է, որ այս 2-3 մանկապարտեզները, որոնք ի ցույց են դրվում որպես խնդրահարույց, փորձում է այնպիսի պատկեր ներկայացվել, որ համատարած նմանատիպ խնդիր ունեն։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Օրակարգային երկու հարցերը վերջիվերջո ընդունեց ավագանին, քաղաքապետն էլ հրահանգեց աշխատակազմին մանկապարտեզների վերաբացումներին հրավեր ուղարկել բոլոր ֆրակցիաներ, գնան իրենց աչքով տեսնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։